Իդեպ հունվարի 10-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսներից մեկն է։ Այնուհետև Փաշինյանը հայտարարել է, որ չի ընդունում վեհափառի այս որոշումը, քանի որ նրան չի համարում կաթողիկոս։ Իհարկե, Փաշինյանի համար էլ չհամարելը որևէ նշանակություն չունի։ ՀՀ սահմանադրության հոդված 17-ի 2 և հոդված 18-ի առաջին կետերով Նիկոլ Փաշինյանը չունի որևէ իրավունք խոչընդոտելու եկեղեցու գործերին, սակայն վաղուց է, որ Նիկոլ Փաշինյանը որոշում կայացնելիս ելույթ ունենալիս սահմանադրություն և օրենք հաշվի չի առնում։ Ուշագրավ է սակայն, որ եկեղեցու դեմ Փաշինյանական արշավը տեղի է ունենում ագրեսիվ փոքրամասնության միջոցով, որը չնայած փոքր թիվ է, սակայն բավականին աղմկոտ։ Երթերին օրինակ մասնակցում է առավելագույնը 2000 մարդ, պատարակներին արդեն դրանից 10 անգամ քիչ։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած հոգևորականների թիվն անգամ հօգուտ իրեն չի խոսում։ Օրինակ նշում են, որ 6 քահանա միացել է հակաեկեղեցական պայքարին։ Հայ առաքելական եկեղեցին ունի 489 քահանա, որից Փաշինյանի կողմն անցածները կազմում են ընդամենը 1.23%-ը։ Մինչդեռ վերջին 2 օրերին երկրորից ավելի քահանա հրապարակային աջակցություն են հայտնել կաթողիկոսին։ Արձանագրենք, Նիկոլ Փաշինյանի քայլը հայտարարել, թե չի ճանաչում կաթողիկոսի որոշումները նույնն է, որ վեհափառն իր հերթին հայտարարի, որ չի ճանաչում Փաշինյանին որպես ՀՀ վարչապետ, հորդորի չեն թարգվել նրա հրահանգներին և ինքը նշանակի կառավարություն։